Բլոգեր Էլիզ Մելիքյանը հետևորդներին հայտնել է, որ ինքնազգացողության հետ կապված խնդիրներ ունի։ Երեկվանից ինձ շատ վատ եմ զգում, անկեղծ, չեմ էլ հասկանում, թե ինչ վիրուս է, աչքս բորբոքվել է, ջերմություն ունեմ, փոսխում եմ, փորս էլ ահավոր ցավում է։ Իրոք շատ ծանր եմ տանում, 38-ից տաքությունս չի իջնում, գրել էր Էլիզան ու հավելել. Արդեն այսօր Էլիզը հայտնել է, որ հիվանդանոցում հետազոտություններ է անցնում։ Սիրելիներս, շնորհակալ եմ ձեր անհանգստության համար, հիմա հիվանդանոցում եմ, տարբեր հետազոտություններ եմ անցնում, որ հասկանանք, թե ինչ վիրուս է։ Հնարավոր է տեղափոխվեմ ինֆեկցիոն հետազոտությունները շարունակելու, նշել էր բլոգերը։ Star News-ը առողջություն է մաղթում նրան եւ առաջարկում ձեզ դիտել նրա հրապարակած տեսանյութերը։ Սիրելիներս, բարի երեկո։ Անտանելի վատ վիրուս է։ Stories բոլորդ պատասխանել եք, որ ձեր ընտանիքներում էլ կա այս վիրուսը, 5 օր, 10 օր, մի ամիս, ինչ որ շատ վատ վիրուս է։ Մի հատ լավ տեղ եմ կաթացնում աչքիս, բավականին բացվել է։ Ընդհանուր առմամբ լավ եմ, շատ շնորհակալ եմ, այնքան լավ բաներ եք գրում, քանի այն որ ասում եմ ժամանակ ունեմ, սենց մի քիչ ձեր հետ խոսեմ։ Շնորհակալ եմ շատ ձեր ակտիվության համար, այնքան նոր մարդիկ են ավելացել իմ էջում, որ լիքը պատմելու բան ունեմ ձեզ։ Մի քիչ լավանամ, կսկսեմ էջս ավելի ակտիվ պահել, կիսվել իմ առօրյայով, հետաքրքիր կոնտենտ ունենամ։ Շնորհակալ եմ շատ բոլորիդ։ Սպասում ինձ, հիմա նորից։ Նույն բանն, давай գնացիք միասին։ Դերասանուհի Շուշանա Թովմասյանի մասնակցությամբ նախագծերը ժամանակին մեկը մյուսի հետևից հաջորդում էին իրար։ Դրանք հաջողված էին եւ ունեին բարձր վարկանիշ։ Նաեւ Շուշանայի մասնակցության եւ խաղի շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած դերասանուհին այսօր իր ժամանակի մեծ մասը նվիրում է ընտանիքին, ամուսնուն եւ երեխաներին։ Վերջին շրջանում Շուշանան առավել հաճախ է սոցիալական հարթակներում նոր հրապարակումներով ներկայանում, ինչն էլ լսարանի մոտ խոսակցությունների տեղիք էր տվել, թե դերասանուհին պատրաստվում է նոր նախագծերով ներկայանալ կրկին անգամ։ Star News-ը Շուշանա Թովմասյանի հետ զրուցել է սոցիալական հարթակներում ակտիվության պատճառների եւ հնարավոր նոր նախագծերի մասին։ Պետք է մի փոքր հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր փորձել են այդ ակտիվության մեջ մասնագիտական գաղտնի ակնարկներ տեսնել։ Այս պահին, ցավոք, նոր նախագծի կամ էկրան վերադարձի հետ կապված որևէ նորություն չունեմ, ու իմ ակտիվությունն էլ դրա հետ կապված չէ, նշեց դերասանուհին, անդրադառնալով տարածվող խոսակցություններին։ Պարզապես փորձում եմ կյանքի բնականon ընթացքը համատեղել նաև սոցիալական էջերիս հետ, այնքան, որքան ժամանակս եւ առօրյաս թույլ են տալիս։ Ուրախ եմ, որ ի տարբերություն նախորդ տարիների, հիմա կարծես ավելի լավ է ստացվում պահպանել այդ հավասարակշռվածությունը։ Շուշաննայի խոսքով դեռ չգիտի, թե հետագայում ինչպիսի ակտիվություն կցուցաբերի Instagram-յան հարթակում, բայց այս պահին փորձում է ոչ շատ ակտիվ լինել, ոչ էլ ամբողջությամբ անհետանալ։ Եթե մասնագիտական լավ նորություններ լինեն, վստահ եղեք, առաջիններից մեկը հենց իմ հետևորդները կիմանան, եզրափակեց դերասանուհին։ Դերասանուհի եւ բլոգեր Աննա Գրիգորյանն, ով առավել հայտնի է Անմինիոն անունով, Instagram-յան հարթակում բավականին ակտիվ է, սակայն այս անգամ նա խոսել է լավ կոնտենտի հակառակ կողմի մասին, այն օրերի, երբ ոչինչ անելու ցանկություն չի ունենում։ Դերասանուհու խոսքն առաջարկում ենք լսել հենց այս պահին։ Ուֆտա օր
Ոչ մեկ չի խոսում, որ կյանքում լինում են այնց օրեր, որ դու պրոստը ալարում ես, ալարես։ Ված չեմ, իմ հետ սլավա բոգու ամեն ինչ կարգին է, ես առողջ եմ։ Գործերի հետ կապված ամեն ինչ բան է, բայց իմ ուղեղում չեք պատկերացնում ինչ քաոս ա տիրում։ Ես չեմ հասցնում ոչ մի բան անեմ, բայց դրան զուգահեռ այս ալարկոտությունը, որ մի անում է, ես առավոտը զարթնում չեմ ուզում ոչ մի բան անեմ։ Պրոստը չեմ ուզում։ Չեմ ուզում դաժե հաց սարքեմ ուտեմ, չեմ ուզում տուն հավաքեմ։ Իմ տունը որ դուք իմանաք բոմբա տրակած հիմա, ես ալարում եմ դաժե կոֆե սարքեմ։ Չեմ հասկանում, դե գցեմ շոկի վրա, շոկից է որ ես ուղղակի թլված եմ, էներգիա չունեմ, ոչ մի բան անեմ։ Տուպը տեղերից հելնում եմ, դիվանից գնում եմ տեղերին։ Դաժե հիմա հավես նեղություն տամ, որ ինչ որ գրագետ բարերով խոսանք։ Հուսով եմ ես մենակ չեմ, անգամ մազերս անրելու հավես չունեմ, որտեղ ցավում է։ Թութակս իջավ բուն, որ հաց ուտի։ Ես դաժե էդ եմ ալարում անեմ։ Տուտուշ։ Մի քանի օր առաջ նկարահանման են գնացել։ Այդ նկարահանման իրերն էլ եմ ինչա հիմա միջանցքում դրած։ Չեմ կարող տեղավորել։ Ու ասեմ, որ իմ տանը այս ժամերին է նորմալ լույս լինում, որ ես կարամ ինչ-որ կոնտենտ նկարեմ, լույսը նորմալ լինի։ Պրոստը վազքի մեջ եմ տունը չեմ լինում, որ նկարեմ, կամ մի կերպ նկարում եմ, մոնտաժ անելու ժամանակ չի լինում ու հավես չի լինում։ Գիշերը գալիս է այս պարկում եմ քնելու, իմ ուղեղը փայլատակում է։ Կարելի է այս նկարել, կարելի է այն նկարել, կարելի է այս անել, կարելի է այն անել։ Առավոտը բացվում է, էլի չգիտեմ շոկից է, ինչից է, ինչ ասեմ։ Ասեք, որ էլի մարդ կա, որ իր մոտ sense պիրուտներ ա գալիս, չգիտեմ։ Բոլորս սիրուն հելնում են get ready with me-ներ։ Մեր կյանքը ուղղակի իդեալական է, բայց այս օրերի մասին է խոսացեք, որ ես հասկանում, որ ես մենակ չեմ, որ sense դինջ օրեր եմ ունենում։ Ալերգիան է մի կողմից, ահա որ աչքերս քորա գալիս, քիթս կոկորդս քորա գալի, ակաջներս քորա գալիս են, որ ուր գնում եմ, այնքան եմ փռշտում ուժը խայտարակ, ճակատից ուզում գրեմ ալերգիայի մոտը։ Սպասեք, որ մեկ-մեկ այդ ամեն ինչի հետևում sense օրեր էլա թաքնված, я не одна такая, խփնված, տվա մի հատ է։ Ինչ ասեմ անում։ Կոֆե եմ սարքել, իմ արևին, ալարել եմ, խառնեմ։ Տուպը ցենց լցրել եմ, հատիկներն էլ այրևում։ Ուզում եմ մտածեք փնթի եմ, ինչ ուզում եք մտածեք, ես այսօր դինջ եմ։ Հուսով եմ վաղը կմոտիվացվեմ ու այս օրը կմոռանանք։ Երգիչ Արամեն կնոջ բլոգեր Աննա Թովմասյանի եւ երեխաների հետ մեկնել է հանգստի։ Ծովափնյա հանգստի ծանն արդեն հասցրել է սոցիալական հարթակներում նոր լուսանկարներ տեղադրել, ինչպես նաեւ մի քանի տեսանյութերով պատմել հանգստի ընթացքի մասին։ Star News-ն առանձնացրել է կադրերը եւ ձեզ առաջարկում է դիտել դրանք առանց մեկնաբանության։ Երբ ընկերուհիդ իր յուբկայով փրկում է ինձ։ Երբ այդ յուբկայա։ Ով ինչը սիրուն է եղել, նայո, պրարեխա դաժե։ Չենք մոռանում տենիսի մասին։ Տակ, այս մի հատ սիրուն հայլի եմ գտել ստեղ, մի հատ պետք է անմահացնել այս պահը։ Տադամ, չենք մոռանում տենիսի մասին, անգամ հանգստի ժամանակ, հենց որ գնացինք տենիս խաղալու։ Что, девочки, пошли играть в теннис. Та-ра-ра-ра-ра-ра-рам. Так. Моя семья. Моя семья. Մազերներս։ Всё, գնացինք հաց ուտելու։ Բացեք երեխեք։ Աշեմ կարա տերնես։ Դե իրան ինչի՞